Առավոտյան մեր ուղիղ եթերի սկզբում ասացինք, որ սկսվել է մեծ պահքը եւ այն տևում է 48 օր բում բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության տոնի նախօրեն։ Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք։ Պահքի ընթացքում սակայն պետք է հրաժարվել ոչ միայն որոշակի կերակուրներից, այլ մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից։ Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է, բայց մենք այսօր կխոսենք պահքային ուտելիքներից ու հենց այդ առիթով մեր տաղավարում է հայ խոհարարական ավանդույթների պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Բարի լույս, պարոն Մամուլյան։ Շատ ուրախ ենք, որ այստեղ եք։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Վերջապես սկսվեց մեծ պահքը, վերջապես սկսվեց։ Եկեք հասկանանք հայկական ավանդական խոհանոցում պահքը ինչպիսի մշակույթ է ձևավորել։ Ուղղակի սահմանափակում թե ստեղծարար խոհարարություն։ Նախ ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք, եւ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք այս տոնը կամ այս ժամանակաշրջանը պահքի բովանդակության մեջ անցնենք, որովհետեւ շատ դեպքերում ձևը կարևորելով մենք ինչ-որ մի այլ նպատակ ենք հետապնդում պահքի ժամանակաշրջանում, մեկը նիհարելու, մեկը չգիտեմ տեսքի գալու եւ այլն։ Իրականում տեսեք, սա շատ բնական երևույթ է, վերինաշրջանի բնական, այսինքն ձմռան այդ ծանր բեռնված սնունդը, որը նույնպես անհրաժեշտություն է, քանի որ ձմեռը մեր օրգանիզմը հավելյալ էներգիա է կարիք ունի, եւ դրա համար այդ էներգիայով հագեցած այդ սննդից հետո մարդու օրգանիզմը բնական պահանջ է զգում բեռնաթափվելու եւ ավելի շատ վիտամինային, այսպես նրա պակասորտը, նրա պակասը լրացնելու։ Եվ սրա այս առումով մեր բնաշխարհը մենք ընդհանրապես դրախտում ենք ապրում այս իմաստով։ Բոլոր իմաստով իհարկե, բայց այս սննդի իմաստով հատկապես, որովհետև բացառիկ երևույթ է մեր սննդի համակարգում ներառված են 300 անուն վայրի ուտելի բույս։ Այս բույսերը իհարկե իրենց վեգետացիոն ժամանակաշրջանը, իրենց հասունացման ժամանակաշրջանը տարբեր են, սկսած հենց փետրվարից, սկսած հենց վաղ գարնանից մինչև ուշ աշուն։ Եվ այս բույսերով կերակրատեսակները արդեն եւ տարածված են եւ շատ ընդունված են, բայց այստեղ մի խնդիր կա։ Բնականաբար կան ընդեղենից բուսական կերակրատեսակներ կարող ենք պատրաստել, ձավարեղենից կարող ենք պատրաստել, բայց հիմնականում այս բնության զարթոնքի հետ մարդու օրգանիզմը եւ ախորժակը տանում է դեպի այդ բույսերը։ Ուղղակի ես պիտի խնդրեմ, տեսեք, հիմա կան այդ ճնճղամպաշար, պարոն բանջար, այդպիսի բույսեր կան վայրի ուտելի, սրանց պատրաստման հետ կապված ես կուզենայի, որ մենք որոշակի կանոնների հետևենք։ Որպեսզի թունավորումներից խուսափենք։ Ոչ միայն թունավորումների, գիտեք, թունավորումները նույնպես կարևոր են, բայց նաեւ շատ կարևոր է, որ սննդամթերքը չփչացնենք, այսպես ասենք, որովհետև սրանք այնպիսի մթերք են, որոնք շատ զգայուն են ջերմային ռեժիմի նկատմամբ, ժամանակի եւ ջերմաստիճանի։ Գործեն իրենց սննդային արժեքը։ Այո, ընդհանրապես խոհարարության մեջ ամենակարևոր գործոնը դրանք ժամանակը եւ ջերմաստիճանն են։ Եվ հատկապես այս վայրի ուտելի բույսերի մասով շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հասկանանք դա ինչ պիտի անենք։ Հետևաբար վայրի ուտելի բույսերը նախ պիտի երջրել։ Սա ջերմային մշակման եղանակ է, օժանդակ եղանակ է, ինչը իրենից ենթադրում։ Այսինքն այդ ընտրելուց, մաքրելուց հետո, լվանալուց հետո մենք եռացող ջուր ենք պատրաստում եւ այս վայրի բույսերը 2-3 րոպե երջրում ենք, իջեցնում ենք եռացող ջրի մեջ։ Հենց եռացող ջրի մեջ ենք իջեցնում։ Հետո անմիջապես պիտի հանենք եւ անմիջապես սառեցնենք ջրով կամ որ կանգնեցնենք նրա եփվելը, այնուհետեւ արդեն մշակման ենթարկել ջերմային մշակման, բայց այստեղ էլ շատ կարեւոր է որ հասկանանք, որ բուսական յուղը, այսինքն ձեթը, ջերմային մշակման ենթարկել չի կարելի։ Մենք շփոթում ենք, այսինքն այո, օգտակար է ձեթը։ Օգտակար է, եթե նա ջերմային մշակման ենթարկված չի։
եւ ունի իր մեջ չհագեցած ճարպաթթուներ, որոնք շատ օգտակար են, բայց ջերմային մշակման ենթարկելուց հետո նրա օգտակարությունը արդեն նվազում է։ Բայց պահքի ընթացքում էլ կարագով պատրաստել չի Կարագով պատրաստել չի կարելի։ Հետևաբար մենք կարող ենք ուղղակի այդ տապակել ասածը, օրինակ կանաչի, տապակելը մի քիչ փոխաբերական իմաստ է ձեռք բերում, որովհետեւ դասական կապը տապակելը մենք հասկանում ենք տապակվել միջև կեղևապատում։ Միջև արտակի կեղև ունենալը։ Կանաչին իհարկե չի կեղևապատում։ Հետևաբար կարող ենք մենք մի քիչ տաքացնել եւ բրան արդեն ձետ լցնել կամ տեսեք մի տարբերակ կա, որ մեր հասարակությունը նույնպես պիտի իմանա։ Օրինակ սոխառածը նույնպես սոխառածը կարելի է կտրատել մանր եւ առանց չկպչող տապակի մեջ, առանց ճարպի, առանց յուղի բովել, այնուհետեւ ձեթը լցնել վրան ու քաշել։ Վրայից բովել միջև կեղևապատում առանց ճարպի այնուհետև ձեթը ավելացնել ու քաշել, այսինքն այստեղ մենք շահում ենք, ձեթը չենք տապակում, ձեթը չենք բարձրացնում մի քանի րոպեով միջև 130 եւ ավելի բարձր ջերմաշան, որովհետև 100-ից 130 աշճան բարձրացնելուց հետո ձեթը արդեն ծխարձակում է իրականանում, այսինքն նրա այրման ջերմաշանը ցածր է։ Պարոն Մամուլյան, ինչա հետաքրքիր է դուք պահում եք։ Չէ, ես գիտեք ոնց, ես ընդհանրապես ամբողջ տարվա ընթացքում ես շատ ուշադիր լսում եմ իմ օրգանիզմին։ Այսինքն ինչ հասկացողություն է ախորժակ օրինակ։ Ախորժակը դա այն զգացողությունն է, որը օրգանիզմը հուշում է մարդու գիտակցությանը, որ իր մեջ պակասել են այն նյութերը, որոնք որ կան այս կամ այն կերակրատեսակի մեջ, որը ախորժակը քաշում է։ Եվ ես շատ մսակեր չեմ ետել ասեմ, օրինակ, կոնկրետ մսի մասով, պահ է գալիս, որ ընդհանրապես կարիք հրաժար, ոչ թե ստիպողաբար, ուղղակի ախորժակը չի քաշում։ Եվ պահ է գալիս կանաչիներ կամ այլ եւ այլ մթերքներ, բայց հստակ այդպես օրերից օր տենց կանոնակարգված չեմ պահում։ Իսկ եթե պահեիք, որը կլիներ ձեր ամենասիրելի կերակուրը պահքի շրջանում։ Մշոշը։ Որն է դա։ Ոսպ է խաշվում, այնուհետև առանձին չրեր, ծիրանաչիր, սալորաչիր, ընկույզ, դες մի քիչ բովում է ու ձեթի հետ լցնում են մշոշի այդ ոսպի մեջ եւ համեմունքը համեմ ու հոտավետ պղպեղ։ Ինչ հրաշալի բաղադրատոմս է։ Վանա կերակրատեսակներից է եւ մշոշը ծագել է ծիրանի անվանումից եւ ծիրանը նախկինում անվանել են մշմոշ նաեւ, կարծեմ արաբներն են այդպես անվանում, մշմոշ եւ այս ծիրանի հետ է կապված, որովհետեւ կա տարբերակ մշոշի, օրինակ Շիրակի մշոշ կա, լոբիով է։ Լոբի, ծիրանաչիկ եւ այլն։ Սա կարելի է օգտագործել եւ որպես աղցան, եւ որպես տաք նախուտեստ, եւ որպես հիմնական կերակրատեսակ։ Այ խոսեցինք ձեր սիրելի, ձեր նախընտրած, այսպես ասած, պահքային ուտեստից, եթե անդրադառնանք առհասարակ պահքային ուտեստներին, որպես առանձին, որոնք են այն ամենահայտնի պահքային ուտեստները եւ որոնք են այն ավելի քիչ հայտնի, գուցե մոռացված, որոնց մասին կարելի է եւս վերհիշել։ Եվ որոնք տեղ են գտել ձեր գրքերում։ Իմ գրքերում իհարկե տարբեր մարզերի խոհանոցներից շատ ու շատ կերակրատեսակներ կան, հատկապես վայրի ուտելի բույսերից, ինչպես նշեցի, բայց ամենահայտնի եւ ամենատոնականը եւ ամենաընդունվածը Պասուս Տոլման է, որը շատ տարատեսակներ ունի, շատ, այդ թվում բրինձով, շատ բրինձ, առատ սամիտ, ձեթ եւ խաղողի տերևով տոլմա, ինչպես ասում են, եւ իհարկե նաեւ դասականը, չնայած դասականն արդեն գարունը ընդեղենով մի քիչ այն չի։ Եվ այստեղ եւ բրինձով, եւ ձավարով, եւ հաճարով տարբերակները շատ ու շատ են։ Բայց տեսեք, մենք 14 թվականին մի կազմակերպության հետ, GIZ կազմակերպության հետ, գերմանական, անցկացրինք հավաքչություն հանրապետությունում վայրի ուտելի բույսերի եւ նրանցով պատրաստող կերակրատեսակների եւ գիրքը տպված է, կոչվում է Մարգագետնից խոհանոց տատիկի գաղտնիքները, իհարկե հիմա շատ չճարվող արդեն ավարտվել է, սպառվել է եւ այնտեղ մենք 120 կերակուր մշակել ենք, 120 կերակուր, որոնց բաղադրությունը 80 եւ ավելի տոկոսով վայրի ուտելի բույսերից է։
Ինչի՞ եմ սա ասում, որովհետև տեսեք մենք մի քանի կերակրատեսակներ կնշենք, նշեցինք Մշոշյանը, նշեցինք հիմա Ճնճղան Պաշար, Պարոն Բանջար, չգիտեմ, այնտեղ Գարի լեզու, Գարի եւ այլն այդ բույսերը, այդ բուսատեսակներով եւ սոխառածով հատկապես իհարկե ոչ ձևով առայժմ կերակրատեսակները, բայց սա խոհարարական մտքի արգասիկ պիտի լինի եւ այդ բույսերով տարբեր կոմբինացիաները սա արդեն խոհեր արարողի մենաշնոր, այսինքն նրա աշխատանքը պիտի լինի։ Կոնկրետ ընդգծված կերակրատեսակներ շատ կան անուններ, որը ես հնչեցրի։ Այդ թվում նաև օրինակ բրենձով կարող ենք մենք պատրաստել եւ չամիչով եւ այլն եւ նույնիսկ հարիսակա պահքի։ Պահքի հարիսան պատրաստում են վայրի ուտելի բույսերով կամ ընկուզեղենով, ավանդույթ է եղել։ Ինչպես են ընկուզեղենով պատրաստում։ Մսի փոխարեն ընկուզեղեն կամ նույնիսկ ընդեղեն, հատիկավոր, այսինքն սիսեր, լոբի, ավելուկ, չգիտեմ, պարոն Բանջար, այդ ալազան, սպիտակ, սիպտկուկ եւ այլն։ Այսպիսի տարբերակներ էլ կան, շատ ու շատ հարիսայի տարբերակներ։ Ասածս այն է, որ մեր բնաշխարհը եւ մեր սննդի համակարգ ներառված այդ բույսերը հնարավորություն են տալիս տարբեր կոմբինացիաների, շատ ու շատ։ Մնում է իմպրովիզացիա։ Մնում է կերակուր պատրաստելիս սերիալ չնայել, մնում է կերակուր պատրաստելիս քաղաքականությամբ չզբաղվել, կտրվել աշխարհից եւ սևեռվել, կենտրոնանալ կերակրատեսակի պատրաստել մտքով ամենինչով լինել այդտեղ։ Պարոն Մամուլյան, վերջին տարիներին շատ տարածված է ռեստորաններում պահքային մենյուն, բայց արդյոք դա վերահսկվում է ինչ-որ մեկի կողմից եւ արդյոք այդտեղ դուք ինքներդ երբևէ նկատել եք խախտումներ։ Վերահսկող կազմակերպություն չկա այս որպես այդպիսին, իհարկե այլ առումով հսկողական կազմակերպություններ կան տեսչություն, բայց պահքի են պատրաստում թե ոչ, սա մի քիչ, գիտեք, սա մի քիչ խղճի գործ է։ Դրա համար ես մի բան հիշեցի հենց անմիջապես։ Ես շատ վաղուց դեռ խոսում էի խոհարարների երթմնակալության մասին։ Եվ մեր ստուդիայում, Սեդրակ Բաղունյան խոհարարական ստուդիայում, ուսանողները երբ որ ավարտում են, սերտիֆիկատ ստանալու ժամանակ իրենք երթում են տալիս։ Բժիշկների պես։ Այո, Հիպոկրատի խոհարարների պարգամ ում աննովել այդ երթումը։ Տեսեք, մենք խոսում ենք հիմա հսկողության մասին։ Իսկ ավելի ճիշտ չի, եթե մարդը բարեխիղճ լինի, որովհետև շատ ժամանակ ինքը մենակ է աշխատում։ Ինքն է կերակուրը եւ Աստված։ Հիմա կեղծի ինչ-որ մի բան կանի, թե ոչ, այստեղ պիտի ինքը զգա ինչ-որ զգացողություն։ Դրա համար մենք աշխատում ենք, որ երթմնակալության արարողություն ենք իրականացնում, բացի դրանից, ոչ միայն այս իմաստով խաբելու, այլ նաև ես խոհարարներին համարում եմ մեր մշակութային սահմանապահներ, որովհետև խոհանոցը որպես ազգային արժեք, որպես մշակութային ժառանգություն նույնպես թիրախ է օտարների հարձակումների եւ այս խրամատը խոհարարների խրամատն է։ Այստեղ նույնպես անverջ պայքար է եւ այստեղ նույնպես թուլանալ կամ նահանջել չկա։ Այս էլ միասին է երթում տալիս խոհարարը։ Նաեւ ազնվության հետ կապված։ Ես մարդիկ ոչ չեն կարող ամեն մի խոհարարի մոտ մի մարդ տնեն, որ հսկի, որ օրինակ եմ ասում, որ նա իրեն հիգիենան պահպանի, որ նա ինչ-որ գետին ընկած բան չգցի կամ փչացած մարդը պիտի այստեղից ինչ-որ նաև ստանա սնունդ։ Շատ լավ, եկեք հասկանանք հարցազրույցի ամենասկզբում դուք նշեցիք, որ շատ մարդիկ նաև այս պահքային շրջանը խառնում են դիետաների հետ, տարբեր ինչ-որ ժամանակակից առող սովորույթների հետ, եթե հասկանանք եւ ամփոփենք, որոնք են ամենատարածված սխալները, որոնք մարդիկ անում են այս պահքային շրջանում։ Ամենասխալ երևույթը դա օրգանիզմում արհեստական որևէ մթերքի նկատմամբ քաղց առաջացնելն է։ Սա հղի է վտանգներով։ Նշեցի ես, որ ախորժակը դա շատ լուրջ զգացողություն է։ Ախորժակը մեր օրգանիզմում ամեն վայրկյան պատերազմ է։ Լինել չլինելու պատերազմ է։ Մեր օրգանիզմը, մեր արյան լեյկոցիտները պայքարում են մեր օրգանիզմ ներթափանցած օտար մարմինների դեմ։ Ամեն վայրկյան հազարավոր բջիջներ են մահանում, հազարավորները ստեղծվում են։ Հիմա մեր օրգանիզմը ուզում է ինչ-որ մի բան, որ այդ բջիջները ստեղծվեն։ Մենք ասում ենք ոչ, քո ուզածը
Չենք տալիս, այլ դու փամփուշտ ես ուզում, մենք քեզ կտանք բարձ, որ գնաս պարկես, քնես։ Բարձ չէ հասկանալի, այս բարձ ասացի։ Այսինքն, տեսեք, ամեն օր 100 միլի լիտր արյուն մեր օրգանիզմում ոչնչանում է, նորն է ստեղծվում։ Այդ ստեղծման ինչի հաշվին է ոչնչանում, պայքարում զոհվում է, այսպես ասենք։ Եվ վերականգնել է պետք։ Հիմա այդ օրգանիզմը պահանջում է ինքը այդ վերականգնման համար անհրաժեշտ սննդանյութեր, մենք ասում ենք ոչ, հեռուստատեսությամբ ես լսեցի, որ ամեն օր պիտի մածունում թրջած հնդկացորեն պիտի ուտեմ։ Եկեր։ Պարոն Մամուլյան, բայց դա խախտում չի լինի, որ օրինակ մարդու ախորժակը ուզում է միս, բայց պահքի շրջանում է մարդը գտնվում։ Մսի մասին հասկանալի է որոշ մթերքների մասին, որովհետև իհարկե նույնիսկ միսը սպիտակուցների մասով էլ չի փոխարինում բուսական սպիտակուցը կենթանականի, բնականաբար, որտեղ կենթանական սպիտակուցի մեջ կան 10 անփոխարինելի ամինաթթուներ, դա որևէ տեղից օրգանիզմը չի ստանում միայն կենթանական, բայց այս ժամանակաշրջանը ինքը օրգանիզմը շատ լուրջ եւ շատ բարդ մեխանիզմ է, շատ բարդ, բայց նա շատ նաեւ ճկուն է։ Բերին աշճանի ճկուն է։ Այսինքն ես նշեցի սկզբից, որ մեր օրգանիզմի ցանկությունն է նաև այդ դեպի բուսական սնունդը ընդունելը։ Այո։ Դա բնական երևույթ է։ Շնորհակալություն, պարոն Մամուլյան։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ մեր հյուրներ Սեդրակ Մամուլյանը, մենք խոսում էինք հիմնականում պահքային սննդից, բայց մի մոռացեք, որ սննդով ոչինչ չի որոշվում, կարևորը հոգևոր պահքը պահելն է։ Իսկ հիմա ժամանակն է գնալ էսքիզներ շարքին, անդրադառնանք էսքիզներ շարքին, իսկ գիտեք թե քանի աստիճան ունի Երևանի Կասկադ համալիրը։ Հետաքրքիր փաստ, Կասկադի աստիճանների թիվը 572-ն է, հիմքից մինչև վերին հարթակ 450 մետր է, լայնությունը 50 մետր, չավարտված հատվածի բարձրությունը 78 մետր։ Կասկադ համալիր նախագիծը դեռևս 1924 թվականից ընդգրկված է եղել խորհրդային Երևանի գլխավոր հատակագծի մեջ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը Կասկադի ստեղծումով ցանկանում էր միմյանց կապել Երևանի կենտրոնական եւ հյուսիսային հատվածները։ Բավականին լիարժեք էր ինֆորմացիան, բայց վստահ եմ, որ մեր տեսանյութում էլ ավելի հետաքրքիր ինֆորմացիաներ կգտնենք միասին։ Գնացինք դիտենք տեսանյութը եւ վերադառնանք։